Այս պահին գտնվում ենք Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն թանգարանում։ Սա Մաթևոսյանի աթոռն է, անմիջապես կողքին Հովհաննես Թումանյանի։ Արդեն 2 տարի է, ինչ երկու լոռեցիները մեկ հարկի տակ են հյուրընկալվել։ 2 տարի է նորոգվում է Հովհաննես Թումանյանի թանգարանը, որը պատրաստ կլինի ըստ նախագծի 2026 թվականին։ Իսկ ինչ այդ Հովհաննես Թումանյանի նմուշները կարող եք տեսնել հենց այստեղ, Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն թանգարանում։ Հրանտ Մաթևոսյանը երկար չի կարողանա հյուրընկալել եւ իր հարկի տակ պահել ամենայն հայոց բանաստեղծին։ 2026 թվականի մարտին լրանում է Թումանյանի թանգարանի նմուշները պահելու մասին պայմանագրերի ժամկետները։ Մարտ ամսին 2026 թվականի լրանում են բոլոր այն պայմանագրերը, որոնք կապվել են մեր ցուցանմուշները այս կամ այն պահոցներում պահելու համար եւ մենք սիված պետք է դրանք երկարաձգենք։ Խնդիրն այն է, որ նախագծով նախատեսված է եղել մեկ պատի ամրակայում, ոչ թե քանդում, բայց քանդման ընթացքում կապալառու կազմակերպությունը հայտնաբերել է, որ այս պատը ոչ թե պետք է ամրակայվի, այլ պետք է քանդվի։ 2023 թվականի սեպտեմբերից Թումանյանի թանգարանում մեկնարկած նորոգման աշխատանքները դադարեցվել են նախագծային սխալի պատճառով։ Շինարարության ընթացքում կապալառուն հասկացել է, որ թանգարանի երկրորդ մասնաշենքը նորոգման ենթակա չէ, պետք է հիմնովին նորը կառուցվի։ Մի բան 1998 թվականից մենք ունենք հուշարձանի մասին ինչ-որ մի հատ վատ օրենք, որը գրեթե փոփոխությունների չի ենթարկվել խոշոր առումով, եւ ամենակարևորը այդտեղ նշված է, որ պետք է հուշարձանը վերականգնել լիցենզավորված կազմակերպությունները, մինչև հիմա Հայաստանում չկա լիցենզավորման կարգ։ Այս պահին շենքը համալիր ստուգման փուլում է։ Դրական եզրակացություն ստանալու դեպքում կրկին մրցույթ է հայտարարվելու։ Եթե տրվի շինթույլտվություն, թանգարանի շենքի շինարարությունը կվերսկսվի։ Մենք ըստ էության հոկտեմբերի վերջին կունենանք մրցույթի հայտարարությունը, իմ կարծիքով նոյեմբերին շինարարությունը կսկսվի եւ կփարատվի հանրության Թումանյանասերների բոլոր այն մարդկանց կասկածները կամ մտահոգությունները, համաձայն որի թանգարանը չի գործելու կամ քանդվում է։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը թանգարանի շինարարության աշխատանքների դադարեցման մասին մեր հարցմանը պատասխանելով նշել է. Երկրորդ մասնաշենքի վերակառուցման եւ հարկերի ավելացման շինարարական աշխատանքների ընթացքում արված շենքի լրացուցիչ տեխնիկական վիճակի եզրակացությամբ պարզվել է, որ երկրորդ մասնաշենքի վերակառուցման նպատակով կոնստրուկցիաների ուժեղացումը աննպատակահարմար է եւ անհրաժեշտ է կառուցել նոր շենք։ Հիմք ընդունելով եզրակացությունը նախարարության կողմից ձեռք է բերվել Հովհաննես Թումանյանի թանգարանի նորոգման, երկրորդ մասնաշենքի քանդման եւ նորի կառուցման նոր նախագծման թույլտվություն, իրականացվել է նախագծանախահաշվային փաստաթղթերի լրամշակում, որոնք սահմանված ընթացակարգով ներկայացվել են համալիր փորձաքննության։ Միաժամանակ ընթանում են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումների հաշվետվություն կազմելու աշխատանքները։ Ըստ նախարարության, այս երկու փորձաքննությունների դրական եզրակացությունները ստանալուց հետո է նախատեսվում շինարարության շարունակությունը։ Իմ տպավորությունն է նա, որ մշակույթի նախարարությունը հատկապես ներկա պահին գրեթե ճարտարապետներ չեն մնացել դա աշխատող, ինչ որ մի հոգի, 1.5 հոգի մարդ է մնացել, ովքեր մասնագետ են, մնացածը միգուցե շատ լավ բյուրոկրատներ են, երկիրը շատ սիրում են, ազնիվ մարդիկ են, ես էլ բավականին լավ տպավորություն եմ իրենց այդ հանդիպումներից հետո, բայց քաղաքականության առումով տապալված է ողջ ժառանգության պահպանության process-ը։ Թանգարանի տնօրենը ողջավորված է, որ հանրությունն անտարբեր չէ Թումանյանի թանգարանի եւ դրա նմուշների ճակատագրի հանդեպ, բայց կարծում է, որ հարցը քաղաքականացնել պետք չէ։ Վստահեցնում է, թանգարանը կրկին անպայման ընդունելու է իր այցելուներին։ Հիմա էլ է ընդունում, բայց Մաթևոսյանի հարկի տակ, ժամանակավոր։ Սեդա Մակարյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։